Երևի թե եզակի կամ միակ երկիրն ենք, որ 1 միլիոնոց բնակչությամբ մայրաքաղաքը չունի կեղտաջրի մաքրման կայան։ Սեպտեմբերի վերջին մենք բոլոր շինմոնտաժային աշխատանքները պետք է ավարտած լինենք, որից հետո այն ծառայելու է Երևանի բնակչությանը, Երևանի բնապահպանական խնդիրների լուծմանը եւ մենք ունենանք ժամանակակից մաքրման կայան։ Այստեղ է կառուցվել նոր կայանը, որը հիմա մենք տեսնում ենք, սակայն իրավաբանորեն այն գոյություն չունի։ Փորձենք պարզել, թե ինչու չի գործում վարկային միջոցներով կառուցված նոր կայանը, եւ թե որն է կառավարության ձախողման պատճառը, կառավարման անհաջողության գաղտնիքը։ Երևանի կեղտաջրերը մաքրվում են այս ճաղավանդակների միջոցով։ Այն այրիացա կոչվող 5 կայանից մնացած միակ աշխատող մասն է։ Ճաղավանդակները որսում են միայն խոշոր աղբը, ավելի մանր եւ լուծված մասնիկները մնում են ջրում եւ հոսում հրազդան գետ։ Այս ճաղավանդակներից մի քանի մետր այն կողմ կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայանն է։ Այն կառուցվել է 10 տարի առաջ եւ արժեցել 10.4 միլիոն եվրո։ Կայանը նախատեսված էր օրական 400,000 խորանարդ մետր կեղտաջրի մեխանիկական մաքրման համար, որը բավարարում է Երևան քաղաքից բաց թողնվող կեղտաջրերի օրական ծավալին։ Հետք արիացիա մաքրման նոր կայանի պատմությունը սկսել է ուսումնասիրել դեռ 2022 թվականին եւ պարզել է, որ թեև 2016-ի դեկտեմբերին շինարարական աշխատանքներն ավարտված էին, բայց այն չէր հանձնվել շահագործման, քանի որ չուներ ավարտական ակտ եւ պետական գրանցում։ Շինարարական աշխատանքների վերջին փուլում թերություններ էին հայտնաբերվել, որոնք պետք է շտկվեին։ Նախագիծը արվեց, մենք էլ ենք մասնակցել նախագծին, Արտելիա ֆրանսիական կազմակերպության հետ միասին։ Շինարարությունը բավականին լավ որակով շինարարություն արվել, որտեղ թե խսկողության մասնակցել ենք։ Եվ ես կարծում եմ հիմնական պատճառը այդ ժամանակ էր, որ չկարողացան ճիշտ ձևակերպում տալ կայանի եւ կայանը հանձնեին։ Կայանի կառուցման պայմանագրի կողմերն էին ֆրանսիական Veolia ջուր ընկերության Duster Sade ընկերությունը եւ համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը։ Բայց սա 2017 թվականի վերջին լուծարվեց։ Կայանը այդպես էլ չունեցավ ավարտական ակտ եւ պետական գրանցում։ Կառավարության որոշմամբ ծրագրերի իրավահաջորդ դարձավ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ԾԻԳ-ը։ Սա էլ 2019 թվականի վերջին լուծարվեց։ ԾԻԳ-ի կնքած եւ դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը փոխանցվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ Մեր հարցմանի պատասխան հիմնադրամը նշեց, որ այդ պայմանագրերի թվում այրիացիա կեղտաջրերի մաքրման կայանին առնչվող որևէ պայմանագիր չի եղել։ Կայանը կառուցվել է, երբ որ Երևանի Veolia-ն էր աշխատում։ Կայանը երբ որ ավարտվեց շինարարությունը, պետք է հանձնվեր նոր օպերատորի, որը 17 թվականի հունվարի 1-ից պետք է աշխատեր։ Պայմանագրի մեջ նոր օպերատորի չկար կայանի մասին նշված պարտադիր պայման։ Հա, այն 5 կայանները պարտադիր պայման կար, այստեղ չկար նշված։ Այսինքն նոր օպերատորը դա կարող էր վերցնել, կարող էր չվերցնել։ Բայց նոր օպերատորը իր երբ որ սակագինը ներկայացրել է առանց այդ կայանի եւ հաստատվել է այդ սակագինը եւ ինքը գործել է։ Եթե պարտավորություն դներ կառավարությունը հենց սկզբից 17 թվականի հունվարի 1-ին ասել մենք ձեր պայմանագիրը վերանայում ենք եւ այդ պայմանը ավելացնում ենք որպես պարտադիր պայման։ Այդ դեպքում հա ես այդ կլներ պատասխանող, ով է պատասխան տալու, ով է պատասխանատու այդ գործը, բայց չկար դա։ Վերանանք իրավական ձևակերպումներից եւ տեսնենք թե ինչ ունենք իրականում։ Գետնի վրա։ Այրիացիայի մաքրման 5 կայանը ընդհանուր 64 հեկտար է, որը 2017 թվականին վարձակալությամբ տրված է Veolia ջուր ՓԲ-ին։ Այստեղ է կառուցվել նաև նոր կայանը, որը հիմա մենք տեսնում ենք, սակայն իրավաբանորեն այն գոյություն չունի։ Կայանը գրեթե 10 տարի է, չունի ավարտական ակտ եւ պետական գրանցում։ Նոր կայանը, որը գտնվում էր Veolia ընկերության վարձակալած տարածքում, չուներ առանձին վերահսկողություն։ Մեջ ինչ շարժվող կամ քանդվող բան կա թալանած։ Մեր մերկ պատեր են։ Այն էլ պատերը, որոնք որ բետոնային կառույցները եւ մետաղական կանցույցները, որոնք բազավոր քայքայվում են, արդեն 10 տարի, դա 10 տարի է դառնում։ Ավելի լավ նորը կառուցել, քան դա վերականգնել, որովհետեւ դա վերականգնումը ավելի էժան չի լինի։
շատ ավելի թանկ կլինի, քան նորի կառուցումը։ Մենք հարցումներ ենք ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ջրային կոմիտե եւ Veolia ջուր, պարզելու արդյոք ձեռնարկվել է որևէ միջոց 10 տարի առաջ կառուցված կայանը գործարկելու ուղղությամբ։ Veolia ջուրը նշել է, որ կայանն իրենց հանձնված չէ վարձակալությամբ։ Խնդրել է հարցերն ուղղել ջրային կոմիտե։ Ջրային կոմիտեն նշել է, որ պայմանագրի կողմ չի։ Կոմիտեն արիեց է կայանի պայմանագիրն ավարտին հասցնելու համար կառավարության որոշման նախագիծ է մշակել, որը չի ընդունվել։ Տարածքային զարգացման ծրագրերի հիմնադրամն էլ նշել է, որ պայմանագրի մեջ արիեցիայի մասին ոչինչ չի եղել։ Տկենն էլ հայտնել է, որ բանակցություններ է վարում։ Պատասխանի վերջում նշված էր նաև, որ կայանի շահագործումը հնարավոր կլինի միայն պայմանագիրը վերանայելու եւ դրա կողմերը հստակեցնելուց հետո, որի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Իսկ մինչ այդ մենք հարկատուներս մարում ենք կայանի կառուցման համար վերցրած 10.4 միլիոն եվրո վարկը։ Ես մի անգամ ասացի, որ մեկը տղամարդն էր, ասել գնար վարչապետին ասել, ինչ որ եղել է մոռանանք։ Այս փուլում դեռ կարելի է փրկել կայանը։ Եվ այն ժամանակ կարելի էր, գոնե մի 3-4 տարի հետո 17 թվականից հնարավոր էր կայանը, բայց հետո այդ տալան լրիվ թալանվել է այսօր։ Դեռ 2020 թվականի մայիսին ծախսված միջոցների ոչ նպատակային օգտագործման եւ դրա պատճառով հասցված ծանր հետևանքների, մասնավորապես Հրազդան գետի աղտոտման հիմքով հարուցվել էր քրեական գործ։ Մեր հարցմանն ի պատասխան դատախազությունից նշեցին, որ հետքի 2022 թվականի հոդվածը դարձել է քննության առարկա։ Նախաքննությունը այս պահին շարունակվում է, սակայն քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա։ Նոր կայանի չգործարկելու հետևանքը ոչ միայն Երևանի չմաքրվող կեղտաջրերն են, այլև միջազգային դոնորների վստահության կորուստը։ Ամբողջ աշխարհով հայտարարակ եղանք փաստորեն։ Հիմա դրանից ելնելով շատ դեպքերում դոնորները կամ բանկերը դեռնպա են մնում նոր կայանների ֆինանսավորման համար։ Որտեղ ասում են, եթե դուք չեք կարողանում մի հատ կայան կառուցած շահագործեք, որտեղ է գարանտիան, երաշխիքը, որ դուք կարող եք հաջորդ մեր հիմա նոր կառուցվող կայանը շահագործել։ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաշխարհային համաժողովը, COP17-ը։ Սա խոշոր միջազգային միջոցառում է։ Ժամանելու են հազարավոր պատվիրակներ, բնապահպաններ եւ երկրների ղեկավարներ, աշխարհի ավելի քան 190 երկրից։ Այն մեծ հնարավորություն է ներգրավելու բնապահպանական ներդրումներ եւ դրամաշնորհներ։ Միջոցառումների հիմնական մասն անցկացվելու է Meridian Expo կենտրոնում։ Այն գտնվում է Հրազդան գետից 50 մետր հեռավորության վրա, ուր լցվում են Երևանի կեղտաջրերը։ Ըստ վերջին տարիների մոնիթորինգի արդյունքների, Հրազդան գետի ջրի որակը դասակարգվում է վերջին 5-րդ դասի, այսինքն վատ որակի։ Բնապահպանական ոլորտի ամենակարևոր միջոցառումներից մեկը մեծ ուշադրություն է սևեռում Հայաստանի եւ նրա էկոլոգիական հարցերի վրա։ Եթե պետությունը, հասարակական կազմակերպությունները չկարողանան օգտագործել այս հնարավորությունը գործնական փոփոխությունների համար, ապա այս մասշտաբային միջոցառման օրերին կմեծանան միայն Հրազդան գետ թափվող կեղտաջրերի մասշտաբները։